կպատմեք ինչու եք հիմա այսօր այստեղ։ Ուրեմն մայրս հոգեկան հիվանդությունով է տառապում։ Երեխաներիս այսօր 4 անչափահաս երեխա, այսինքն 3-ը հետս են, մեկն էլ ծառայության է, նոր չափահաս դարձել։ Ոստիկանության, դատախազության, դատարանի միջոցով դուրս են հանել, անհետաձգելի, չգիտեմ ինչա, դա ես չեմ էլ հասկանում այդ ինչա բանանում, իմ հորական տնից ինձ դուրս է հանել երեխեքիդ, ես այսօր դուրսն եմ մնացել։ Քնում ենք, որտեղ հասնում ենք, մեքենայի մեջ, տենց ապրում ենք, հիմա մի շաբաթ է այս վիճակն է, դիմում եմ ոստիկանություն, շորերով շորեր հագած, ոստիկանության շորեր հագած, տրյապկեք են ընդ մեջը, պարզ ասում եմ, ոչ մի բանից չեմ վախենում, ընդեղ եմ ասել։ Մեր դեմ են, իմ ընտանիքի դեմ են, ես չգիտեմ ինչ են ուզում ու ես ասում եմ, եկել եմ դրա համար, ես իմ երեխեքին էլ եմ, նոր ստեղ ենք, ամբողջ օրը ստեղ ենք եղել, ստեղի կամերաներն էլ ֆիքսել են։ Ամբողջ օրը ստեղ ենք եղել, սոված էին, երեխեք մեքենայի մեջ են։ Հիմա հեսա էլի գալու ենք ստեղի երեկոյան։ Ես ճիշտ ասած ուզում եմ կառավարությունից ինչ-որ մեկը հելնի, մի հատ սրա համար բանանի։ Եթե չէ, ես իմ արարքներին պատասխան չեմ տալու, ոչ մի բանին։ Ոչ մի բանին, ասում եմ, դիմում եմ դատախազություն, նամակ եմ գրել, ստեղել եմ, այսօր եմ նամակ եմ ուղարկել, այդ դատախազությունները եմ, մեր Արտաշատի ոչ դատախազություն կա, ոչ քննիչ կա, ոչ մի բան, մեր դեմ են։ Գրում են, ջնջում են, մի հատ Նայարա Հարությունյան կա, ընդ կանանց խորհրդի, չգիտեմ ինչ բան է, գումարա վերցնում Մորիցես, տակից վրից անում են, այդում են դատն անում են, դատարանը առանց մեզ տենալու, առանց մեզ ընդհանրապես չէր տեսել, ոչ այդ Նայարա Հարությունյանն է մեզ տեսել, ոչ այդ Գոհար Կոստանյանն է մեզ տեսել, դատավոր կոչեցյալը։ Ցիրուցան են արել ընտանիքս, դուրսն եմ այսօր հիմա։ 3 հատ անչափահաս երեխա, մի հատ աղջիկ 13 տարեկան, մեկը կրծքի երեխա է, քայլում է, բայց քայլում է։ Մեկն էլ հեսա մանկապարտեզ է գրում 3 տարեկան։ Երեխեքս հետս են, կարամ երեխեքին էլ բերեմ, ստե տենակ։ Սենց մի հատ անելանելի վիճակի մեջ եմ։ Ես հիմա այն որ մնացել է այն վերջի քայլերը, որ իմ արած քայլերի համար ոչ մի բանի համար պատասխանատու չեմ ելնելու։ Թող լսի հանրությունը, որ իմանա ինչա կատարվում, չգիտեմ ում հնարած օրենքներն է, ես չգիտեմ այսօվա հնարել այս օրենքները, որ sense բան, էսի աբսուրդ է։ Տանում ենք հոգեբուժարան, ասում է բանը պատասխանում են, որ իրա կարծիքն ենք հարցնում, որ նոր պարկասնենք։ Հիվանդ ուզում ես դու բուժվես թե չէ։ Հոգեկան հիվանդին հարցնում են, որ դու ուզում ես բուժվես թե չես ուզում բուժվես։ Գրանցված օրինական ինքը ծերունական շիզոֆրենիա ունի։ Ուղարկի իր քմահաճույքի համար այսօր ես իմ երեխեքի հետ հայտնվել եմ դուրս ու իրան էլ օգնում են մեր միլիցիայությունը, ոստիկանությունը, դատախազությունը, մեկ էլ դատարանը։ Այդքան բան։ Իսկ ո՞րն է ձեր կոնկրետ կոչը կառավարությանը, ձեր պահանջը։ Կառավարության կոչը, որ ինքը զանգում է 1-1-2-ա զանգում, ես դիմել եմ 1-1-2-ին, իր համարը տենում եք, մի վերցրեք, մի բան արեք, որտեվ ինքը ոչ ադեկվատ վիճակի մեջ է գտնվում, նույնը մեր ոստիկանությանն եմ ասել, եթե չեք կարողանում դուք այդ հարցը լուծեք, իմ ընտանիքի մեջ մի մտեք ընդհանրապես։ Ես իմ ընտանեկան հարցերը կլուծեմ, իմ մերնա թող մի կտոր հաց ուտի իր համար մի անկյունի վրա նստի։ Ես 50 տարի այդ տան մեջ ծնվել մեծացել եմ, ես իմ հոր ժառանգորդն եմ։ Ուզում են իմ տունը ցիրուցան անեն մի խոսքով։ Խոստացել է ինչ որ ընդ գումարներ, տունը օգնեք ինձ ծախեմ, սենց անեմ, ես իրան մի հատ մի թուլափ հայտամ։ Ես չգիտեմ, դիմում եմ այն մարդկանց, որ կարողանան ինձ օգնեն, որ կարողանան, ասենք այդ 3 երեխաների հետ անչափահաս երեխեքի 4, այսինքն մեկն է ծառայության, այնց հիմա ծառայության մեջ է գտնվում։ Այդ 4 երեխեքի այն որ անդորը չթողեն որ բանալու խաթարվի։ Եթե չէ, ասում եմ ես ինքս այդ հարցը կլուծեմ ու պատասխան չեմ տա ոչ մի բանի համար։ Դուք գիտեք որ մարդկային վնասը ինչքան ահավոր է իր երեխեքի համար։ Ես իմ համար ոչ մի բան չեմ անի։ Բայց իմ երեխեքի համար ես այն ամենավերջի քարերն էլ էլի կկրծեմ։ Իսկ ինչ եք ստանում ի պատասխան ձեր պահանջի։ Ասում եմ քաղաքացին դիմում եմ ենք պարտավոր ենք վերցնել ահազանգը բանանել, ասում եմ բայց ահազանգը կեղծ է։ Եկեք տեսեք տենց բանել է թե չէ, զանգում է սուտ, դե շիզոֆրենիկ է, թվացial հիվանդ է ինքը։ Զանգում սուտ բաներ է ասում, էս ինձ կշմտեց, այնի սենց արեց, ինքը առանցին իր անկյունի վրա ապրում է։ Ոչ մեկը սկի ոչ էլ լեզու ենք թրջում անգամ արդեն։ Ծնող չի կարելի համարել տենցին։ Այտենցին մեր չի կարելի համար։ Ես ինքս ասել եմ, քեզ պետք է Աստված երեխա չտար։ Ինքը նույն բանը արեց, իմ աղբորս գլխին հիմա չկա բանը, ողորմած արդեն։ Նույն բանը իմ հորս գլխին կարա գաք մեր հարևանությունից իմանաք ինչ լկտի անձնավորություն է դարձել։ Շիզոֆրենիկ այլ կերպ ես չգիտեմ ինչ սատանայի հետ գործ ունեմ։ Ծնող չի կարելի կոչել իրան։ Իսկ հենց կառավարությունը ձեզ ինչ պատասխան է տալիս ձեր խնդրին։ Կառավարությունը այսօր եմ նոր եմ այսօր ես Արտաշատից արդեն ձեռ եմ քաշել ոչ մի բան։ Գալիս են իդեմ մեզ, հանում են մեզ շպրտում են դուրս, ասենց ասում են տուն չի, այսինքն շպրտել չի, հանում են խնդրանքով։
չեն շպրտել, դուրս չեն էլ կարա, ախպեր եթե գաս չմոտիկանաս 200 մետրի, չգիտեմ ինչ, տենց օրենքներ թղթեր մղթեր, ես չեմ էլ սուզում հետաքրքրում եմ, չեմ կարդում դա ինչա։ Պապկեքով գալիս են, վերցել են երեխեքին, երեխեքը կարան մնան անչափահաս, երեխեքը մնանց թե ինչ անեն ախր։ Այնպես բաներ են դրել, որ ինձ ու կնոջս 4 ամիս ինձ են բան արել, ինչ որ անհետաձգելի 24 օր էլ իրան են տվել, մի հատ 6 ամիս իրան հանել էին այն ժամանակ վարձակալական հիմունքներով բանով, հիմա էլ ընդհանրապես ի վիճակի, այսինքն եթե ի վիճակի եմ վարձով բանանել, չեմ անի, պրինցիպի հարցա, դու այդ հարցը լուծի, ես իմ հոր տան մեջ իմ բաժին ունենամ, ես իմ երեխեքի հետ ապրեմ այնտեղ, ուրիշ բան չեմ ուզում, եթե չեն կարողանալու այդ հարցը լուծեն, ես ասում եմ համարը թող վերցնեն, 1-1-2-ը, մեր ոստիկանությունը, չգիտեմ, իրա ինքը որ գալիս է, իրան հանեն դուրս շպրտեն, վերջ, թող գա վեր են գնի իրա տեղը, մի երկու անգամ գնաց ստե բան արեց, ասենք դա ջանդամ լավ կնիկա, թող բանանի, հելնենք մի առժամանակ, թող խախանդ իր համար ապրել, տնենք ինչ ա ուզում, հիմա ավելի բեթար է, այն որ ամեն օր այն որ կրակի վրա յուղը լցելով, սենց բանանում ու բերել է հասցել է ստե, հիմա էր զա պրինցիպ, ասում եմ զա պրինցիպ, ես իրան ասել եմ կամ դու պետք է ապրես կամ ես, հարցը տենց եմ դրել, երկուսիցս մեկը պետք է ապրի, իմ երեխեքս ասենես կմեծանան իրանց ինչ որ մեկը կպայի, ասում եմ, ես ոչ մեկի չեմ վախենում բացի Աստծուց ոչ մեկի չեմ վախենում, հարց եկել է իմ երեխեքին, ես ասում եմ ամենավերջի քայլին ընդունակեմ ամենավերջի բանը անելու եմ ասի ու իմ արարքներին ես ոչ մի պատասխան չեմ տալու։ Իսկ փորձել եք դիմել մարդու իրավունքների պաշտպանին։ Հենց այսօր պոչտայով ուղարկել եմ բաներ։ Ես պրոստը հետաքրքրում եմ, ես այդքան օրենքից շատ չեմ հասկանում, ճիշտ ասած։ Այդքան տես որ ասեմ, ես իմ օրենքներից ինչ եմ հասկանում, դիմելով, օգնելով, մարդկանց խնդրելով, մարդիկ տենալով իրավիճակը, ասել են, ցույց են տվել, ճանապարհներ են ցույց տվել, ես իրանց այն ժամանակ ասի, ես ստալու եմ կառավարության շենքի դեմ պալատկա խփեմ, երեխեքիս վերցեմ, ասել մենք կօգնենք ինչ որ հարցով։ Դիմումներ են հիմա տվել, չգիտեմ, այսօր, հենց անձամբ այսօր եմ բերել գցել դիմումները։ Մի հատ վարչապետին եմ դիմում բերել տվել, 3 մի հատ մարդու իրավունքների պաշտպան, մի հատ գլխավոր դատախազի, մեկ է կոռուպցիոն ինչ որ բանի, այդ մեր կոռուպցիոն կառույցին։ Հիմա ես չգիտեմ, պատասխանը երբ կգա, ինչ կլինի, բայց հիմա մենք փաստա որ մենք դուրս ենք հիմա երեխեքի հետ միասին։ Ստե ընդ այտենց չի լինի։ Մի օր էս բարեկամի տունը, մի օր մեքենայի մեջ ով բարեկամները պարտավոր չեն մեզ բան անելու։ Հարցը դրանում է, եթե չեն կարողանում, ես ուղղակի խնդրում եմ, այս կառավարությունից խնդրում եմ, թող մեր միլիցիային տեղեկացնեն, 1-1-2-ին տեղեկացնեն, ես մոտավորապես մի 15 անգամ զանգել եմ 1-1-2, ասել եմ իրա զանգերին մի պատասխանեք։ Մենք նորմալ ենք, մենք իրան ոչ կտանք կսպանենք, ինքը չգիտեմ, ասում է կտան ինձ սպառնում են, չգիտեմ ինչ են, այդպես բան չկա, չի լինի, ես կարամ գրություն տամ, որ ինքը իրան ոչ մեկը ոչ մատով կկպնի, ոչ էլ։ Ոչ ես, ոչ իմ կինը, ոչ էլ մատով կպել ենք, ոչ էլ բան ենք արել։ Ելնում իրան քիրթում բան անում, ելնում զանգում սկորի, ես իմ գալիս են տենում են այդիկին, դեվ սթրվի էլի մնա, ասենց։ Հիմա էլ ոստիկանությունը այն է բան անում, որ իրանց, որ ասենց հանգիստ ձև է, էլ իրանց համար իրանց նեղություն չլինի։ Մեզ շատ եք նեղություն տալի, ոստիկանության խոսքերն եմ ասում։ Գնացեք ձեր համար վարձով ապրեք, ես այսօր 250,000 դրամի չափ աշխատավարձ եմ ստանում, այդքան էլ չես գի։ Ես այսօր ամենա էժան տունը Արտաշատում 160-170,000 է։ Ես մոտավորապես մի տարի ապրել եմ այտենց։ Մոտ մի 3 միլիոնից ավել տենց գնացել է այդ գումարը։ Դե փողոցներում գիտեք ինչ ձևի ապրուստը 160 քանի հազար տուն էինք վարձել, դե 200,000-ի չափ ամենակիչ։ Ես մնացած ինչու եմ պահում այդ երեխեքին։ Ինձ ցույց են տալի, որ գնա բանալը մինչև մեռնի։ Հալբատ այդ մարդ 30 տարի էլ Աստված դրան կյանք ա տալի, հետո ես ավելի շուտ մեռնեմ, որ հարցը կարելի ասենք ավելի ճիշտ ձևով լուծել, գալ իրան իր տեղը նստեցնել, որ ամեն անգամ չվերցնի զանգի ոստիկանություն, եկեք հասեք, չգիտեմ, սենց սուտի, ոչ մի բան չկա, գալիս են տենում են խաղաղ, այս կոմեկում տիկին ինչ է զանգե, ես չեմ ուզում, որ բան անեն, իմ հարսը իմ հետ ապրի, ինձ նեղություն են տալի, որ վաբշե ընդհանրապես մենք իրան նեղություն չենք տալի։ Ինքը առանցին իր համար իր անկյունն ունի, իր համար ապրում է, իր հացը սարքում է, ինքը իր համար քնում հելնում է, մենք սկի ընդհանրապես երեխա են, դե կարող է մի հատ խոսքերն եք երեխա, վազել էսկոմ, վազել ենկոմ, իր պապուտ տունն է էդի։ Ծնված մեծացած ես այդե 50 տարի 140 տարվա տուն է, այդե ոչ մեկը մատը մատի վրա չի դրել, բացի ինձնից։ Բացի ինձ ինքը իր կյանքի մեջ մատը մատին չի դրել, այդե քարը քարի վրա չի դրել։ Այսօր ասում տուն ես, քեզ ինչ տուն, դու դե եկել ես։ Ես կծախեմ, ես իրան բաժին կտամ։ Դու ով ես, որ այդ տունը ծախես։ Ես անգամ իրան առաջարկել եմ։ Տունը համաձայնության կանգ մինչև օրս իմ հորս անունով է տունը։ Տունը անհնարին է վաճառել, մինչև բանը այդ կադաստրով չորոշվի դե ինչ է բացվում
կտակ պետք է բացվի, իմացվի տունը ում անունով են։ Ես ասում եմ տունը բեր, եթե ինձ չես վստահում, այսինքն ես այնքան վստահելի մարդ եմ ու բոլորը գիտեն, ինձ Արտաշատ կարող գա, այնքան վստահելի մարդ եմ։ Ես ասում եմ բեր տունը գցենք իմ անունին, ես այդ տունը դնեմ բանկով գրավ, քո բաժինն առնեմ քեզ տամ, տուն ես ուզում, կվարձիր ես ուզում, վերցրու քո կվարձիրան, գնա քո համար ապրի։ Ես քեզ նեղություն չեմ տա, գնա քո համար։ Ես իմ հորտունը կշենացնեմ, կպահեմ իմ հորտունը իմ համար որպես թալիսման։ Հետո իմ նրանց հետ չհասմած սիրուցան եմ անելու, քեզի ոչ մի բան չեմ տալու։ Սրան նրանց սիրուցան կանեմ, ես քեզի բաժին չեմ թողի մնաս տեից։ Ես պետք է ծախեմ, ես քեզի մի քանի կոպեկ շպրտեմ, եթե քո համար տուն առնես, այդ տիպի անհաջող, ես չգիտեմ, սատանա կնիկա։ Ես էլ չգիտեմ էլ ինչ բառեր գտնեմ, ասեմ, պրոստը որ իրան տենա կողից որ հարցնեք, դաժե ճանաչեք, կզգաք ինչա դառը ինքը։ Ինքը այտենց չէր։ Ես ասեմ, այտենց շատ այտենց չէր, շատ նորմալ չէր։ Այս վերջի տարիները մի ահավոր ագրեսիվ այս վիճակը ինչ որ իր մոտ այդ բացահայտվել է այդ ծերունական շիզոֆրենիան, ես ծանոթ չեմ այդ հիվանդությանը, մեր մոտի հոգեբուժն ասել, որ շատ էթալով գնալով ծանրանալու է, խորանալու է։ Երկու անգամ փորձել ենք, որ տանենք միջամտություն ասենք, եղել է ոստիկանության եւ մեր սկորբանի այս վերջի անգամ մի երկու շաբաթ առաջ ենք դիմե գնացի բժշկի հետ խոսացի, բժիշկն ասեց, թե տեղ չունենք, բայց որ բերեք մի բան, մի կերպ կանենք։ Իր համաձայնությունն էլի հարցրեցին ճանապարհի կեսից բաներ։ Իր դատապաշտպան ունի մի հատ ասում եմ Նահարա Հարությունյանը։ Քարտի մեջ 2 կոպեկ փող ունի հավաքած, այտենց ուտում են այդ փողերը։ Ինքը մեկ էլ մի հատ դատավոր կա իրար հետ կապնված ծերևույթին, ես չգիտեմ, տոշնի չեմ կարող ասեմ, բայց ինչ որ բան կա, ուժ կա, որ ասենք ոստիկանության վրա էլ է ազդում։ Այդ մենք իդեմ մեզ իմ երեխեքի, sense այն որ չգիտեմ էլ որ մնում է արդեն ես իմ օրենքով գործեմ։ Ես իրանց ասել եմ մնում է որ ես իմ օրենքով գործեմ։ Իսկ եթե ձեր պահանջները չկատարվեն, ինչ եք պատրաստվում անել հաջորդ թիվ։ Պահանջները եթե չկատարվեն, ել իմ արարածներին ոչ մի բանի պատասխանատու չեմ լինելու արդեն։ Ես ուր կհայտնվեմ, ինքը ուր կհայտնվի, ոնց կլինի իմ երեխեքը պետք է։ Իմ երեխեքը սուղարկի ապահովել են մեկը ամեն դեպքում այդ տուն իմ երեխեքն են լինելու, ոչ մեկ չի կարող։ Իմ երեխեքն դե ծնված ընդ մեծ ասած իմ երեխեքին հասնելու։ Ես էլ չլնեմ, ինքն էլ չլնի, ես այնպես կանեմ, ես էլ չլնեմ, ինքն էլ չլնի։ Բայց չգիտեմ, արդեն դա ինչ ձևով կարվի, բայց պատասխան չեմ տա իմ արարքներին, հիմա ինչ կլինի թողնի, արդեն էլ չեմ մտածում։ Բայց իմ երեխեքը ես չեմ թողի, որ փողոց այդ իրեք անչափահաս այսօրվա դրությամբ անչափահաս տես մնան բան փողոցը մեծանան, որ ես չգիտեմ հետո ինչ կլինի։ Դրանից հետո Աստված գիտի արդեն, Աստված մեծ է։ Աստված ինձ շատ օգնե ու այսօր էլ ինձ թվում է որ երբեք չի թողնի ինձ մենակ։